գործը եւ շարունակում են անել։ Եվ հաջորդը ելույթ կունենա մարդ, որը ամեն վարքյան մեր Հայաստանի Հանրապետության անկախ գոյության ընթացքում արել է իր գործը լուր առանց պաթոսի եւ սկզբունքային կերպով։ Երբ որ եղել է պատերազմի ժամանակը, ինքը գնացել է պատերազմ, երբ որ եղել է արդարության համար պայքարելու ժամանակը, ինքը արդարության համար պայքարել, երբ որ եղել է հեղափոխություն անելու ժամանակը, ինքը արել է հեղափոխություն։ Ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախկին նախագահ, երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Ինչպես նշվեց, ես 1988 թվականից, երբ սկսեց շարժումը, 88 թվականից մինչև այսօր կարամ ասեմ ռազմաքաղաքական գործունեության մեջ եմ եւ ծառայել եմ իմ երկրին, իմ ժողովրդին, այսօր էլ ծառայում եմ։ Ես ուզում եմ ինչ համար եմ այս ամեն ասում, 38 տարի արդեն ես ելևեժների մեջ եմ եւ կարողացել եմ ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ եւ որոշ անձանց հետ կարողացել ենք այս ամեն ինչը հասցնել այս հանգրվանին։ Ես մի քիչ ուզում եմ հետ հայացք գցեմ, մի քիչ հեռվից գամ, թե անցած 20 տարիների ընթացքում ինչա կատարվել մեր երկրում։ Ուրեմն 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը բերելով Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին 97 թվականի մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանին նշանակեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, միավորելով ազգային անվտանգության նախարարությունը եւ ներքին գործերի նախարարությունը Սերժ Սարգսյանին նշանակեց նախարար։ Այնուհետև 99 թվականին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը միացան միասնություն դաշինքը ստեղծեցին եւ ստանալով ժողովրդի մեծ քվեն ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը։ 99 թվականին սկսեցին Ռոբերտ Քոչարյանի կատարած արյունետ օրերը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի դահլիճում ամբողջ աշխարհի առաջ գնդակարվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը, կառավարության նախագահը, վարչապետը, փոխխոսնակները եւ 3 պատգամավոր։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ մանրամասնեմ, թե ինչ կատարվեց այդ ժամանակի ընթացքում, ինչ եղավ ազգային ժողովում։ Մեր սահմանադրության համաձայն ազգային ժողովը կամ կառավարությունը կարող է գործել, երբ կա ազգային ժողովի նախագահ կամ կառավարության նախագահ կամ երկրի նախագահ։ Կամ եթե երբ փոխխոսնակներից որևէ մեկը կենթանի մնար, կգումարվեր նիստ եւ ազգային ժողովը կգործեր ձևավորվեր կառավարություն։ Ես ուզում եմ, որ դուք պատկերացում ունենաք, թե ինչ կատարվեց։ Չկար ազգային ժողովի նախագահ, չկար փոխխոսնակները, չկար երկրի վարչապետը, ոչ մի բան չէր գործում։ Մնացել էր մենակ Ռոբերտ Քոչարյանը, որ կարող էր կառավարություն ձևավորել։ Ես բոլորս էլ համոզված ենք, որ սպանությունը քաղաքական էր եւ մտածված եւ Ռոբերտ Քոչարյանը ձևավորելով կառավարություն, դուք լավ հիշում եք Ուչասկովի գործը 27-ի դեպքեր հետ կապված, ձևավորելով կառավարություն 6 ամիս հետո հոկտեմբերի 27-ի գործը մտավ փակուղի։ Ինչ համար եմ այս ամեն ասում, սիրելի ժողովուրդ,
որ մենք պատկերացում ունենանք, ինչ համար եմ ասում նաև, որ այսօրվա ընդդիմությունը նախորդ իշխանությունն է, օրնախում օրյան ծարավ Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդ ջան, եւ այսօր այս երեք ուժերը ներմուծված են Ռուսաստանի Դաշնության կողմից, ես ուզում եմ մի հատ ֆիլմ կա ռուսական «Կորոնա ռասիստի իմպերի», երևի շատերը նայած կլինեք, որ ցարի գավիժան ժամանակ Ռուսաստանում, Ֆրանսիայում կանչում են մի երկու հոգու թագադրում պիտի անեն։ Եվ այսօր Ռուսաստանը այս երեք հոգուն ուղարկել է, որ մեր պետությունում, մեր ժողովրդավար պետությունում, որին հասել ենք արյան կյանքերի գնով, Ռուսաստանը պիտի թագադրում անի, իդեմս այդ երեքին։ Բնականա չի կարա։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ պետք ընտրեք դուք իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Ay balam kena kumsami. Սիրելի ժողովուրդ, մեր ազգը 88 թվականի տանջանքի տառապանքի մեջ է։ Եվ այսօր նորից եմ ասում իդեմս Նիկոլ Փաշինյանի, մենք կարողացանք հասնել մի հանգրվանի, որտեղ դրված է խաղաղության հիմքը։ Եվ մենք, դուք, բոլորս, պարտավոր ենք դուրս գանք այդ մղձավանջից, որ բերել էին նախորդ իշխանությունները։ Սիրելի ժողովուրդ, այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք հաղթանակի դափնիները մերն են, խաղաղության պահելու գինը ձերն է, դուք պետք է կարողանաք պահել և մենք պիտի կարողանանք ամսի 7-ին ընտրենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, ոչ թե ներմուծված, այլ ժողովրդի կողմից ընտրված, որը այժմ կանգնած է ձեր առջև և այս տարիների ընթացքում մեր դժվարություններով, տառապանքով, հայոյանքով, դավաճան գոռալով մենք կարողացանք հասնել, դրան իդեմս նորից եմ ասում Փաշինյանին։ Սիրելի ժողովուրդ, ինչպես ասում են, կռվում են բանակները, ժողովուրդները հաղթում են նահատակները։ Եվ այսօր այս հաղթանակի գինը մեր նահատակներին է։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր են կան ռազմի դաշտում, ովքեր են կան հանուն այսօրվա, ովքեր են կան հանուն մեր վաղվա ապագայի, ովքեր են կան, որ վերջնականապես ունենանք անկախ պետություն, խաղաղ պետություն, ով ինչ ասում է, չգիտեմ ինչ բաների մեջ են հայրենասիրական, ես այդ ճամփեր եմ անցել, որ իմ համար շատ մեծ ցավ ամեն ինչ է, բայց մի բան եմ գիտակցում, որ վերջնականապես մեր ժողովուրդը պիտի խաղաղ ապրի, մեր երեխաները պիտի խաղաղ երկիր ունենան, ապագա ունենան։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորից հետ, սիրելի ժողովուրդ, և կխնդրեի, որ ամսի 7-ին գնաք ընտրատեղամաս, վերցնելով 16-րդ բուլետինը, 16 համարի բուլետինը, և քվեարկեք ձեր երեխաների ապագայի, մեր թոռների ապագայի, մեր խաղաղության համար, հերիքը խաբելով, հայրենասիրություն խաղալով,
տարիների ընթացքում մորթվելով, սպանվելով կարողացանք հասնել այստեղ։ Պարոն վարչապետ, եթե դու ապրես, որ ամեն միջով անցելով չջարդվար, մենք էլ պին կանգնած ենք ու պետք է գնանք հաղթանակ, շնորհակալություն։ Եվ որպեսզի նա դառնա վարչապետ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին